Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը երբևէ հարց է տվել ինքն իրեն, թե ինչու է իր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները պատահում հենց իր հետ, հենց տվյալ ժամանակահատվածում եւ ինչու երբեմն մի խնդիրը հաջորդում է մյուս խնդրին։ Եկեք այսօր խոսենք կարևորի մասին։ Բարև ձեզ։ Ես Սեդա Ավետիսյանն եմ, թվային հոգեբան, հանրային խոսքի մասնագետ եւ կարողանում եմ մարդկանց օգնել ծննդյան օր ամիս տարեթվի միջոցով անցնելու կյանքի 5 հիմնական ծրագրերը, այն է ծննդյան օրվա կամ անհատականության, ծննդյան ամսվա կամ հոգևոր ծրագիր, տարեթվի կամ գումարի մասնագիտական կողմնորոշման ծրագիր, հարաբերությունների եւ առողջության։ 5 հիմնական ոլորտներ, որտեղ մարդը բախվում է խնդիրների եւ անընդհատ իր գլխում պտտվում են հարցեր, թե ինչու հենց իր հետ պատահեց։ Սակայն երբ ավելի խորն ենք այս ամենը վերլուծության ենթարկում եւ թվերի տեսանկյունից ենք այս ամենին նայում, որտեղ որևէ մոգություն չկա, որևէ կախարդանք չկա, այլ կա ընդամենը 4 թվային հաշվարկ, մենք հասկանում ենք, թե յուրաքանչյուր մարդու կյանքում այս կամ այն իրադարձությունը ինչով էր պայմանավորված։ Ու եկեք հիմա սկսենք սկզբից, որ մեր անհատականության ծրագիրը այն ծրագիրն է, այն ամենավառ ծրագիրն է, որը կոչվում է ծննդյան օրվա ծրագիր։ Ու եթե մենք շատ երկար հեռանում ենք ինքներս մեզանից, չպետք է զարմանանք, որ մեր նպատակները չենք կարողանում կյանքի կոչել, որովհետև մեր ներքին մանուկը թաքնված է հենց մեր ծննդյան օրվա ծրագրում։ Երբ մենք ամեն անգամ մեր որևէ ցանկության վրայով քայլ ենք կատարում, անտեսում ենք, արհամարհում ենք եւ գտնում ենք, որ կարևորը մեր շուրջ գտնվող մարդիկ չանհանգստանան եւ ավելի լավ է քայլ կատարենք դեպի նրանց նպատակների իրականացմանը, մենք հենց այդ րոպեին բաց ենք թողնում մեր ներքին երեխայի ձեռքը։ Ու եթե ցանկանում ենք էկոլոգիապես ճիշտ անցնել մեր ծննդյան օրվա ծրագիրը, անհրաժեշտ է, որ ունենանք մեր ձեռքին վերլուծությունը։ Ծրագիր, որը խիստ ակտիվացման ժամանակահատված ունի, սակայն եթե մենք այն չենք անցնում դրականորեն մինչև 25 տարեկանը, ապա իրեն զգացնել է տալիս այս ծրագիրը կյանքի մյուս փուլերում, որոնք են հոգևոր ծրագիրը, հարաբերությունները, գումարը եւ առողջությունը։ Ու հիմա կանգ առեք եւ հիշեք, թե ձեր կյանքում 25 տարեկանում ինչ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել ու բացասական դրական ելքը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք անցել այս ծրագրերը։ Ամենակարճ ճանապարհը մարդու համար իր նպատակներին հասնելու թերևս մի փոքր քայլ կատարելն է դեպի իր հիմնական ծրագիրը։ Այն է իր ամենավառ ծրագիրը ծննդյան օրվա ծրագիրը։ Եվ եթե պատրաստ եք ու համամիտ եք մինչ այս ասված բոլոր մտքերի հետ, բաժանորդագրվեք իմ ալիքին եւ հավանեք այս տեսանյութը, որպեսզի ավելի շատ մարդիկ տեսնեն։ Անցնելով երկրորդ փուլին, անհրաժեշտ է ասել, որ մեր 25-ից 33 տարեկանում ակտիվացող ծրագիրը դա մեր ծննդյան ամսվա ծրագիրն է։ Սա տոհմում, ցեղում ունեցած փոխհարաբերություններն են, մեր հարաբերությունները ծնողների, տատիկ-պապիկների եւ մյուս հարազատների հետ։ Ու եթե այս ծրագրում մենք խնդիրներ ենք ունենում, ապա 33 տարեկանում այս ծրագիրը իրեն զգացնել է տալիս հարաբերություններում, գումարում եւ առողջությունում խնդիրների տեսքով։ Ու եթե այս նշված 3 խնդիրները միանգամից են գլուխ բարձրացնում, նշանակում է, որ մենք այդպես էլ չենք կարողացել հաղթահարել մեր նախորդ 2 ծրագրերը։ Ու անհրաժեշտ է այստեղ եւս կանգնել եւ հասկանալ, որ այն ցեղը, այն տոհմը, որում մենք ծնվում ենք, հենց այն է մեզ տալիս էներգիա, ուժ, աշխատելու, գումար վաստակելու, երեխաներ ունենալու, ստեղծագործելու եւ ներդաշնակ հարաբերություններ ունենալու։ Թերևս խոսենք այս պահին մեր 3-րդ ծրագրի մասին, որը ծննդյան տարեթվի ծրագիրն է եւ այս ծրագիրը խիստ պատասխանատու է մեր գումարի, հարաբերությունների եւ առողջության համար եւ այս ծրագրերը վերլուծության ենթարկվում է մեկ անգամ, սակայն ակտիվ է մինչեւ կյանքի ավարտը։ Ու եթե մարդու կյանքում միանգամից գլուխ են բարձրացնում այս 3 ոլորտներում նշված խնդիրները, երբ մարդը չի հասկանում, թե ինչպես է իր աշխատած գումարը ծախսվում կամ քիչ է աշխատում, բայց ավելի շատ է սկսում ծախսել կամ կուտակում է գումարը եւ ծախսում է այնպիսի մի նպատակի համար, որը այդպես էլ չէր նախատեսված, կամ կուտակելու արդյունքում այդ գումարը ոչ թե ծախսվում է իր նպատակների համար, այլ լրիվ այլ մարդու համար, սա նշանակում է, որ այս շղթան դեռևս չի ընդհատվել։ Ու միակ քայլը, որ մարդը կարող է անել, դա ուղղակի քայլ կատարել դեպի իր ծրագրերը ծննդյան օրվա, ամսվա եւ տարեթվի ու սկսի անցնել այդ ծրագրերը համաձայն այն ցուցումների, որ դրված են իր ծննդյան օր, ամիս, տարեթվի մեջ։
ուզում եք ունենալ ներդաշնակ հարաբերություններ, ուզում եք առողջական խնդիրները երկար ժամանակ իրենց մասին զգացնել չտան, ուզում եք գումարի ոլորտը կառավարել, որպեսզի գումարի հոսքը հավելանա եւ չարգելափակվի, եւ ձեր նպատակները կյանքի կոչվեն, ուրեմն անհրաժեշտ է անցնելու այն ամենը, ինչի մասին ես նոր հիշատակեցի։ Սա մարդու կյանքի ճանապարհային քարտեզն է, ու ավելի կարճ ճանապարհ գոյություն չունի հասնելու նպատակակետին։ Պարզապես անհրաժեշտ է մի պահ ստանձնել պատասխանատվություն սեփական կյանքի համար, փուլ առ փուլ անցնել այն ամենը, ինչի մասին ես խոսեցի, որովհետև հենց մենք մի փոքր քայլ ենք կատարում մեր որևէ ծրագրի ուղղությամբ, այն մեր համար նոր ուղղություններ, նոր հնարավորություններ եւ նոր մարդիկ է բերում եւ կարողանում ենք մենք հաջողություններ գրանցել այս կամ այն ոլորտում։ Պետք չէ անհանգստանալ, որ կորցրեցի աշխատանքս, պետք չէ անհանգստանալ, որ հարաբերություններս վերջնականորեն ավարտվեցին, պետք չէ անհանգստանալ, որ այս կամ այն կետում ես մնացել եմ մենակ։ Սրանք ամենակարևոր ու ճգնաժամային կետերն են, որի շնորհիվ մարդը կարող է աճել։ Ու աճել, երբ սկսում է ճանաչել ինքն իրեն։ Իսկ երբ դու քեզ կճանաչես, կիմանաս քո բոլոր պահանջարկները եւ այլևս կորոշես, որ քո ձեռքը բաց չես թողնում, կունենաս ներդաշնակ հարաբերություններ, կունենաս այնպիսի աշխատանք, որը կսիրես եւ սիրով կկատարես, կունենաս այնպիսի առողջական ոլորտ, որը քեզ չի անհանգստացնի, տոհմում կունենաս ներդաշնակ հարաբերություններ ծնողներիդ, հարազատներիդ հետ եւ ամենակարևորը կկարողանաս քո եսը ինքնադրսևորել կյանքում եւ հասնել քո բոլոր նպատակների իրականացմանը։ Թվային հոգեբանությունը, ծննդյան օրամիս տարեթվի վերլուծությունը, սա է քո կյանքի ճանապարհային քարտեզը։ Պարզապես մնում է հիմա պատասխանատվություն ստանձնես, գրես ինձ անձնական նամակ կամ զանգահարես նշված հեռախոսահամարին, բաժանորդագրվես YouTube-յան իմ հարթակին եւ մյուս սոցիալական հարթակներին, որպեսզի լինես ավելի տեղեկացված եւ մի զանգի, մի նամակի միջոցով դու կկարողանաս փոխել քո կյանքի ընթացքը դրականորեն։